Ժողովուրդ ջան, ես լամի արագի մեջ նենցել եմ 2 րոպեով, ուրեմն արդեն մի ամիս ուղիղ հետևում եմ, ինչ որ քոչարյանականի են, չգիտեմ, մեկն էս տերտերների ակցենտով խոսող, մեկը մի ուրիշ բան, իբր մեկը Եվրոպայից եկած է, Ամերիկայից բանից, ու ինչ որ նես տարիքի մեջ մարդիկ են, էլի, սենց իմ տարիքի 60-ից բարձր 60-70 հետարանքները մարդիկ են, խոսում են, ինչ որ մեջներն էլ կան, նենց իրանց գրագետ ձևացնող մարդիկ են, ասում են, Քոչարյանի 10 տարին մեր երկիրը ծաղկեց, ծլեց, լրիվ ամեն ինչը դզեց, Քոչարյանը սենց արավ, նենց արավ։ Լավ ուզում եմ համաձայնվեմ այդ մարդկանց հետ։ Լավ է 10 տարին որ լրացավ, այդ Քոչարյանը ինչ արել էր, այս երկրում չմնաց, թե հետը տարել է, այդ ինչ չենք տենում, ինչ է լավ է տարածը, նրանից հետո 10 տարի Սերժնագլուխը գովում, որ արին, այս 8 տարի այս մարդիկ եկել են, այ մարդ էլ ճանապարհներ, էլ չեմ ասում ես գլխավոր ճանապարհների մասին չի են, թաղերում, բանում, բարձունքների վրա, գիշեր ցերեկ աշխատում են, գյուղերը ջուր են քաշում, լուս են քաշում, չգիտես ինչեր են անում, գյուղերը ասֆալտապատում են, ես իմ 1000 բաներ են անում։ 8 տարի էլ ես մարդիկ են, այ հիմա այսօր մեր աչքի առաջին արվում է, հələ դեռ պատմություն չի Քոչարյանի նման։ Ու հլա երգիրը մի փուլեկած երգիրը, այ մարտավիրված։ Էդ ինչ արել է 10 տարում, որ այդքան գովում եք, արա մի հատ մատով ցույց տվեք։ Հա տենում եմ, որ ասենք Հյուսային պողոտան քանդեցին ժողովրդի տները, իրանց համար ընդի օֆիսնի Ռոբերտո խանութնի են տրել էտա, իրանց համար։ Ինչ են արել ես երկրի համար, որ ասում եք եկավ, սենց արավ, նենց արավ, ժողովուրդ ջան, ես մի քիչ անհասկանալի, ես այդպես բաները չեմ հասկանում, էլի։ Հիմա ասենք ես իմ աչքով ես պահին տենում եմ, ասենք ինչ ա կատարվում։ Ախր ես այն ժամանակ չեմ տեսել։ Ես չեմ տեսել իրականում ոչ մի բան, ասում են եկավ, թոշակները տվավ բան, բայց այն ժամանակվա կադրերը միացնում ենք, թեկուզ մենք հիշում ենք լրիվ։ Կադրերը միացնում ենք էլի մարդիկ 5-6 ամսով 3000 դրամ թոշակ էր, մեկն էլ ասում է Քոչարյանը, որ եկավ ինքն էլ Ղարաբաղցի է, ասում է 6 անգամ թոշակները բարձրացրավ։ Վեց անգամ Քոչարյանը թոշակը բարձրացրել փաստորեն։ Այդ ոնց եղավ, որ Սերժի ժամանակ թոշակը 16000 դրամ էր, բայց Քոչարյանը 6 անգամ բարձրացրել էր։ 1000 դրամից երևի սարքել էր 6000 դրամ, էլի, հա։ Հայ ասես մեռնելով բան այ մարդ։ Արա այդ մարդկանց որդյան են ճարում, որ մտնում են ու տենց սուտ բաներ սկսում խոսալը։ Դե ասենք խոսում են, ինչ որ մեկը, ասենք լսում են, ինչ որ մեկը դրանց հավատող կա, իրականում էլի ժողովուրդ ջան, ինչ որ մեկը հավատում, ու իրականում եսիմ են փուլեկած, ավիրված երգիրը եկավ սարքեց, ինչ որ մեկը հավատող կա, բայց այսքան սարքում են, էլի այդ երգիրը սաղ փուլեկած է, ասում եք 8 տարի է մի բան էլա չեն արել, աչքներիդ առաջին են սարքում մարդիկ։ Մի խոսքով մեր երկրին միայն մի բան է պետք։ Ես հունիսի 8-ից հետո, դե ես 100% վստահ եմ, որ Փաշինյանն է լինելու։ Ուրեմն խորհրդարանով հենց առաջի օրենքը
պետք է լինի հետևյալը, այս հիմա եմ ասում, որ հիմա լսեն, ամսի 8-ից պահանջելու ենք, ես մեծ խումբ ունեմ, որ պահանջելու ենք, ուրեմն Հայաստանի ամբողջ ընդերքով, ամեն ինչով, ինչքան գործարան կա, ուզում է կոնյակի գործարան լինի, ուզում է ինչի գործարան ուզում է լինի, լրիվ պետական ա եղել կոպեկներով սեփականաշնորհել են, որպեսզի երկիրը դառնա կապիտալիստական, սա հասկանում ենք, բայց ամբողջ առաջվա պետական բոլոր ունեցվածքը, հիմնար ձեռնարկությունները, ընդերքը, ամեն ինչը պետք է 50+1 պակետը լինի պետությանը, որ պետությունը կարողանա ժողովրդի բոլոր հարցերը հոգա։ Այդ ժամանակ պետությունը կարա եւ ամեն ինչը այդ բարձրագույն բան լրիվ ձրի լինի, սովորելը, դպրոցները, ամեն ինչը լրիվ ձրի լինի, բուժումը հիմա 65-ից վերևնա 1-ից 18-նա ձրի, որ բոլորը ամբողջովին, բոլորը ինչ կա չկա, պետությունը պետքա 50+1 փաթեթը իրա ձեռնը լի։ Այսօր մի հատ ցեմենտի զավոդից ես խոսում, պարոն Փաշինյան, բայց մի հատ ցեմենտի զավոդով բան չի դառնալու։ Լրիվ ինչքան հիմնարկ ձեռնարկություններ, ինչ կա, ինչ պետական ա եղել մինչև 92 թիվը, լրիվ 50+1 փաթեթը պետքա հանձնեն պետությանը, հանձնեն, միջև հիմա էլ ինչքան աշխատել են, իրանց ոչինչ թող լինի փեշքեշ։ 50+1 փաթեթը, եթե չեղավ պետությանը, պետությունը երբեք չի զարգանալու։ Ես ասեմ, հարկերով, բանով բան չի լինի։ Պետությունը չի զարգանա։ 50+1 փաթեթը պետքա լինի պետության ձեռը, որ պետությունը կարողանա եթե ասենք ինչ-որ մի բաներ թանգա գնում բան դեզդեն, կարողանա սուբսիդավորի, եթե չսուբսիդավորեց, թանկ վիճակում էլ կմնա պետությունը, ոչինչ չի կարա անի, 50+1 փաթեթը պետքա լինի պետությանը, հունիսի 8-ից, ժողովուրդ ջան, սկսելու ենք պետությանը խեղդելը, սկսելու ենք պատգամավորներին խեղդելը, օրենքների պահով, մոռանալու ենք և Քոչարյանին, և Դոդին, և մեկին, և այդ ԿԳԲ ագենտներին, բոլորին մոռանալու ենք, իշխանությունից ենք պահանջելու, ժողովուրդ, ով որ իշխանամետ է, իշխանական կողմնակից է, ես ասում եմ, հունիսի 8-ից հետո բոլորդ պետքա պայքարեք իշխանության դեմ, ինչի համար, որ ընդունեն այն օրենքները, որը ձեզ է պետք, ժողովրդին է պետք, պետությանն է պետք։ Եվ վերջ, ոչ թե էլի սկսեն էլի խաղեր, ոչ խաղեր չի լինելու արդեն, խեղդելու ենք։ Չիմանաք, թե ով ուզում է իշխանության գա, իշխանության գալու է իհարկե վարչապետ Նիկոլ Փաշինյանը, բայց խեղդելու ենք, որ աշխատեն այս պետությունը ոչ թե ընդերքը տանեն 20% պետությանը հարկմուծեն 80%-ը Հայաստանի ընդերքը տանեն իրանց համար սեփականացնեն, սեփական, այդպես բան պետքա չլինի, 50+1 փաթեթը պետքա լինի պետությանը, եթե չեղավ պետությունը, պետություն չի դառնալու, պետությանը պետքա ունենա մեծ գումարներ, որպեսզի կարողանա սուբսիդավորի, որպեսզի ամեն ինչը պետությունը կարողանա գները էժանացնի, որովհետև համաշխարհային շուկաներում ամեն ինչ թանկանում է, պետությունը որ կարողանա թոշակ բարձրացնի եւ այլն։ Այսքան բան ժողովուրդ ջան, մի չերեկո։